Բարի երեկո, մի քանի րոպեով ձեզ զբաղեցնեմ բաց զրույցով իմ բաց բալկոնից։ Երեկ եւ այսօր Ստրասբուրգում եւ Երևանում Նիկոլ Փաշինյանի մի քանի հայտարարություններ, աղմկոտ հայտարարությունները վերաբերում էին իրականում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված փաստաթղթին, որն իշխանությունը այս ամիսներին փորձում էր ներկայացնել խաղաղության համաձայնագիր։ Բայց իրականում այդ փաստաթուղթը, որը նախաստորագրվել է, խաղաղություն չի բերելու ոչ Հայաստանում, ոչ տարածաշրջանում, այլ պարզապես այդ փաստաթղթի երևացող եւ չերևացող կողմերով արձանագրում այն բոլոր պարտավորությունները, որոնք Հայաստանի իշխանությունը իրենց վրա են վերցրել կատարելու ադրբեջանական պահանջները, եւ որոնց մասին այս երկու օրերին Փաշինյանը խոսել։ Առաջին, Հայաստանի անկախության հռչակագրի տեղը Հայաստանի սահմանադրության մեջ։ Այսօր էլի հերթական անգամ Փաշինյանը հայտարարեց, որ նախագիծը, որ դեռ պատրաստ չի, դեռ արտարդարության նախարարությունը չի հրապարակել, այդտեղ չի լինելու անկախության հռչակագրի մեր հանրապետության ծննդյան վկայականի մասին հիշատակում։ Իսկ դուք հիշում եք ով էր այդ մասին խոսում, ով էր պահանջում, որ վերանա անկախության հռչակագրի հիշատակումը։ Այո, մի քանի տարի շարունակ դրա մասին խոսում էր Ադրբեջանը, Հայաստանի իշխանությունն էլ հոխորտում էր։ Վերջում տեսանք ինչ եղավ, Ադրբեջանի պահանջը կատարում է եւ հերթական անգամ Փաշինյանը վերահաստատեց, որ կատարելու եմ Բաքու ջան ձեր պահանջը։ Երկրորդ, հայ առաքելական եկեղեցու դեմ անցնող ամիսների հարձակումները, այդ հարձակումների պաշտարը ոչ թե եկեղեցու մասին մտահոգությունն էր, ինչպես ամիսներ շարունակ պնդում են, այլ պարզապես մեկ պատճառով։ Այն պատճառաբանությունները, որ այս երկու օրերին ցնորամիտ որ բերում էր Փաշինյանը, փաստեր մեր եկեղեցին Ադրբեջանի աչքի փուշն է դարձել եւ արդեն ամիսներ շարունակ Ադրբեջանի պահանջմունքներին բավարարում տալու համար էր Հայաստանի իշխանությունը Փաշինյանը արշավում էր եկեղեցու դեմ, որտեղ միջազգային բոլոր ատյաններում մեր պատարակներից Սուրբ Երբահամա պատարակից սկսած մինչև տարբեր համաժողովներ ու ելույթներ ու քարոզներ հայ առաքելական եկեղեցին խոսել է մեր ժողովրդի իրավունքների հիշողության, Արցախի, արցախայության, էթնիկ զտման, Արցախի հայկական հուշարձանների եւ այդ պատմական հուշարձանների ավիրման մասին։ Եվ ուղղակի Ադրբեջանին հագուրտ տալու համար է այս արշավը եկեղեցու դեմ։ Երրորդ, երեք Ստրասբուրգում հայտարարվեց, թե մենք խաբված էինք իրականում, որ մտածում ենք, թե Հայաստանի անկախության երաշխավորը Հայաստանի զինված ուժերն են։ Եվ իրականում այդպես եղել է 35 տարի մինչև Նիկոլ Փաշինյանը։ Ստրասբուրգում նա հայտարարեց, որ զինված ուժերը չեն մեր անվտանգության երաշխավորը, այլ ռեզերվ է։ Պատկերացնում եք, ոչ թե անվտանգություն է երաշխավորում, այլ ռեզերվ է։ Ու հիշեք, որ տարիներ շարունակ Ադրբեջանը խոսում էր պատերազմից հետո Հայաստանի զինված ուժերի սահմանափակման, սպառազինությունների սահմանափակման, սա կարելի է, սա չի կարելի տոնայնությամբ։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ Հայաստանից Ադրբեջանին ասում է, գիտես, մենք ռեզերվիստ ենք համարում մեր զինվորականներին եւ ոչ թե մեր անվտանգությունը երաշխավոր։ Ու վերջապես Հայության ասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի աշխատանքից ազատելը, որն այսօր ուղղակի բացահայտ Փաշինյան հայտարարեց, որ ինքն է նախաձեռնել, որովհետեւ տեսեք, թանգարան ինստիտուտի տնօրենը Արցախի մասին գիրք է նվիրել Միացյալ Նահանգների փոխնախագահին։ Նախ դրա մասին գրեթե որևէ մեկը տեղյակ էլ չենք։ Դրա մասին անգամ աղմուկ չկար Ադրբեջանից բողոք էլ չկար։ Ապա ինչու Փաշինյանն ասաց, որպեսի հերթական անգամ շատ ավելի ծառայամիտ Բաքվին ցույց տա, թե ինքը ինչքան նախանձախնդիր է մեր ժողովրդի արժանապատվության, մեր ժողովրդի հիշողության, մեր իրավունքների մասին խոսելը ուղղակի Հայաստանում արգելելու, որտեղ այդպիսի դրույթ կա նաև Ադրբեջանի հետ նախաստորագրված փաստաթղթում։ Այսպես ուղղակի ինքը շատ ավելի կաթոլիկ է փորձում ներկայանալ, քան կաթոլիկը, շատ ավելի ծառայամիտ Ադրբեջանի, քան Ադրբեջանը կարող էր մտածել իր շահերը պաշտպանելու։ Եվ իրականում այս հայտարարություններով Փաշինյանը հունիսի 7-ի ջրբաժանն է գցել, ոչ թե նախկին ներկաներ, հարուստ աղքատներ, երիտասարդ ծերունիներ, կոռումպացված, ոչ կոռումպացվածներ, ով ավելի լավ կկառավարի, ով ավելի վատ կկառավարի, այլ ուղղակի գցել է սահման։ Մարդիկ քվեարկում են, ովքեր կողմ են Հայաստանի ծննդյան վկայական անկախության հռչակագրին ու մեր անկախության գաղափարներին, ովքեր մեր ժողովրդի հիշողության, պատմության, անցյալի եւ այդ անցյալի վրա ապագայի տերն են, ովքեր անարդարությունները մեր ժողովրդի դեմ չեն մոռանում,
թե մարդիկ, որոնք ուղղակի մանկուրտի պես լռելու են ամեն ինչ եւ ինչ պահանջի Ադրբեջանը, այս իշխանությունը ոնց որ փորձում է պարտադրել մեր ժողովրդին, այդպես էլ անելու է։ Եվ ընտրությունը ամեն մեկինս է, մեր բոլոր հայրենակիցներին, չմասնացողնել է այս երկընտրանքի մաս կազմում։ Լավ լինեք։